Զրուցում ենք Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։ Պարոն Մնացականյան, մայրաքաղաքում 2 տարուց ավելի է ինչ ծառահատումներ են տեղի ունենում, դրանք ավելի մեծ մասշտաբների են այսօր հասել։ Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ դրանք փոխարինվում են ընդհանրապես նորերով ու չորացած ծառեր են, որ խնդրեմ ձեր գնահատականը։ Գնահատականը սարսափելի վատ է, որտեղ եթե դուք եկեք փոխենք ծառահատում բառը, դա անտառներում է լինում, թույլ ասենք համատապալ վտանգավոր, հա դեպչոր դեֆորմացված իրականում ծառերի կան, որոնք ինչ որ կոնկրետ վտանգ են սպառնում, ասենք օրինակ բակի մեջ երեխաներին կամ ինչ որ ինֆրաստրուկտուրաներին։ Այդ ինչ որ իրանք անում են, դա ծառերի ոչնչացում է եւ էկոցիդ։ Իսկ դրա համար համապատասխան եւ քրեական օրենսգրքում եւ տարբեր միջազգային կոնվենցիոնալ առումով մեծ խնդրեմ է դա։ Ընդհանրապես ազդում է Երևան քաղաքի ռեյտինգի վրա, որտեղ ինչքան է մարդիկ չեն բարձրաձայնում միջազգային կառույցները, բայց իրաց մոտ բոլորի մոտ հավատացած եղեք այդ զեկույցներում կա, որ Երևանը կփոխանակ ծառերը եւ հեկտարներով ավելացնի, այլ զբաղվում է ինչ որ կասկածելի գործարքներով, որտեղ այդ խումբը, որ դանում է, դրանք շատ կասկածելի անձնավորություններ են եւ համապատասխան հմտություններ եւ փորձառություն եւ իրավական հիմքեր չունեն դա անելու։ Դա հարցի այդ ոչնչացնելու մասով երկրորդը քաղաքապետարանն էլ ցուցաբերում է բացարձակ ոչ կոմպետենտություն, որովհետեւ քաղաքապետարանի ոչ այդ վարկի ղեկավարը, ոչ այդ վարչության պետը բնապահպանության ոչ այդ կուրացիոն միջև չգիտեմ այդ քաղաքապետ որևէ մեկը իրավունք չունեն եւ անօրինական բաներ են անում եւ հույսով եմ մի օր մենք նրանց բոլորին միասին կտեսնենք մեղադրյալի աթոռում անեջան սա շատ պարզ պետքա մենք բոլորս երևանցիները հասկանանք որտեւ Երևանի հանդեպ կատարվում է հանցագործություն դա ընդհանրապես ձևական ինչ որ մեկի ծառն են ուզում առնեն, մեկի աչքին դուս Երևան, մեկի ուզում գործի իմիտացիա են անում, այսինքն սա Երևանը հազարով դատարկ բնաբաժակներ կան, գալիս են կենտրոնի մի քանի ծառեր են կտրում։ Իսկ որ դուք պատկերացնեք, օրինակ վերցնենք եթե Թումանյան փողոցի, հա, ծառերը որ ոչնչացրեցին, դա նույնն է ոնց որ մի հատ մեծ պուրակ, որևէ պուրակի օրինակ վերցնենք, ասենք Սարյանի Մարտիրոս Սարյանի պուրակը, որ կա օպերայի, չէ՞ մոտի։ Այդ նույն այդքան իրանք ամեն օր այդքան ծառ ոչնչացնում են։ Թող Երևանցին մտածի կամ այս մնացած ձեր ասենք ընթերցողները կամ ռադիոլսողները կամ ընդհանրապես Երևանի բնակիչները, որ ամեն օր քաղաքապետարանի թույլտվությամբ ոչնչացնում է մի պուրակ ծառ։ Փոխարինվող ծառերն արդյոք մեր էկոհամակարգին համապատասխանում են։ Իհարկե ոչ, խոսքը վերաբերում է Սակուրային եւ այն հուդայա ծառին, որը իրանք ընկել են Թումանյանում, բայց դա գիտեք հարցի ընդամենը մի կամ 5%-ն է հետագա, որտեղ հավատացած եղեք, որ այդ Սակուրաները մի օր պետքա բնականաբար մենք փոխենք եւ դրվի հացենիները, որտեղ այդ առողջ հացեններն ընդհանրապես իրավունք չունեն գտնեին, որտեղ այդ հացենին ինքը Մոսկովյան փողոցի վրա է։ Մոսկովյան փողոցը Թումանյանից ավարտվում է մինչև Նալբանդյան փողոց։ Ամբողջությամբ մի ծառ է տնկված եղել։ Ինչ որ մեկը մի հատ կիսագրագետ պաշտոնյա որոշել է, որ դա պետքա փոխի, ինքը տենց է որոշել, որ այդ կասկադի հատվածում ուզում էր ինքը ինչ որ մի բան պատմության մեջ թողել էլ իր անունը քաղաքում ու թողեց շատ վատ առումով եւ ունեցանք դա եւ Սակուրաները դա հասկանում եք Երևանի կլիմայի համար չեն։ Դուք տեսեք արդեն սա երկրորդ տարին է, Սակուրաները անցած տարի ծաղկեցին ընդամենը 30%-ով, այս տարի 50%-ով։ Եվ ինքը դրանից ավելի չի կարա ծաղկի, որովհետեւ հասկանում եք ինքը կարանաց մի օր քամի լինի, միանգամից փչանա այդ ծաղ։ Իսկ ինքը երբ որ այդ 20 օրվա համար կամ մի ամսվա ծաղիկի համար ձևական իմաստ չուներ առաջինը Երևանի առողջ ծառերը ոչնչացնել, իսկ դա Երևանի ինքնության մաս էր, որ ասում եմ հացենին Մոսկովյան փողոցի ինքնության մասը, դա ոնց որ վերցնես կասկադեց Սիրուն շենքը, ասենք Բաղրամյան 1, Բաղրամյան 2-ը։ Վերցնես, քանդես, ասես հիմա մի հատ ինչ որ մեկ է Երևանի քաղաքապետարանի շինարարության վարչության պետ է եկել կամ ճարտարապետական, ինքը որոշում է, մտնում է տեսնում է որ քաղաքապետը բան չի հասկանում այդ գործերից կամ իրար հետ ինչ որ գործի մեջ են։ Ասում քանդենք տազա շենք սարքենք, չէ, Երևանի ինքնությունը կորում է, որտեղ այդ շենքը Երևանի, չէ, ասենք, չգիտեմ, քարը, ճարտարապետությունը, նախշերը, ամբողջը։ Հիմա նույնը անում են, այսինքն Մոսկովյանի հացենին բռնեցին փոխեցին Սակուրային։ Երկրորդ որ Սակուրան ընդհանրապես Սակուրան ինքը այտենց ճապոնիան բան, ոնց որ ճապոնիան մենք տանից Իրանի տնկի, ինչքանով է ճիշտ։ Կարող է մեկ այգում տնկի կամ Բաքում, բայց ոչ թե Տոկիոյի գլխավոր հատկապես տուրիստական պատմական, դա ուղղակի ծիծաղալու է, դա մեր կոմպլեքսներից է, դա մեր անգրագիտությունից է, նաև դրանից է, մեր չէ, էլի իրանց, ես չգիտեմ, թե փորձում եմ այդ բանը վերցնել, բայց դա տենց խորը կոմպլեքսներից է։ Երկրորդը, այն մնացած ծառեր, հա, ընդամենը մի երկու հատ նորմալ ծառ կա, այդ համասարանի մոտի այդ
ալբիցյան, շոլկովյակացյան եւ սաֆորա ծառերը, որը վատը չեն, թե ստվերի առումով, թե կլիմայական, բայց դրանք էլ են դեռ, որտեղ սաֆորը ընդհանրապես մենք մի փողոց ունենք Երևանում իրականում այդ ալբիցյան մի քանի տեղափոխված ժամանակին Կարեն Սերոպիչի ազգային ժողովի համար դեռ բերել էր այդ Բաքվում ամենահինները եւ այդ դրանից հետո հայփոստի շենք այդ կոնդիդիքի վրա կար ինքը նոր է դեռ բայց էլի հաստատ վաչի սիրուն ծառը բայց չի կարելի դրա գնի ոնց որ մեկին փողոցում քայլում բռնես սպանես այդ մարդուն ասես նայեք ես քո տեղը բերել եմ բան ճապոնացի կամ իտալացի կամ մի հատ ռուս մարդ ոչինչ ես մեռելա բայց նոր մարդիկ են բերի Երևան անկեղծ եմ ասում մեզ համար ինձ համար եւ նման սրտացավ մարդկանց համար դա լրիվ նույնն է լրիվ նույնն է այսինքն չի կարող ինչ որ մեկը որոշի որ այդ պահին հանկարծակի հայտնվելա որտեղ ինչ որ մեկի սխալնա կադրային եղել կամ քաղաքական այդ պաշտոնին ինքը որոշի որ Երևանի ծառերը ոչինչ ան այն դեպքում երբ որ Երևանը ելի եմ ասում ձեզ հազարավոր բնաբաժակներ կան դատարկ հարյուրավոր հեկտարներ կան դեռ ամենատարականը Սարալանջի վերցրեք տարական այդ մի մասը Երևանի կենտրոնին ամենամոտիկն է չեն կարող նորմալ ծառապատեն հեսա կանաչապատեն քանի տարի է չեմ ասում հարյուրավոր էլ Երևանի կողմերը Աջափնյակի կողմերը տարբեր տեղերով ոչ թե հազարավոր հեկտար մենք դեռ խնդիր ունենք էլի հատկապես քամիներից պաշտպանվելու փոշից էլ օդի աղտոտվածությունից չեմ խոսում պատկերացնում եք էլ ինչքան բան կա ասել պրոստը ոչ պրոֆեսիոնալ եւ արդեն սկսում ենք կասկածել շատ մեծ կոռուպցիոն ինչ որ կոռուպցիոն համակարգագործում Քաղաքային իշխանափոխությունից հետո ինչքան ժամանակ կպահանջվի այդ հացենիները տնկել նորից Երևանը բերել նախկին վիճակին Նախ այդ հացենիները պետք է անպայման լինի, որ նույն հացենիները լինի, այսինքն դա տնկարանում կա, ես գիտեմ, ժամանակին դա նախատեսել է, չգիտեմ հիմա քանի հատ կա, տարիքին ինչ վիճակում, հա։ Բնականաբար պետք է լինի հացենիները, այդ Մոսկովյանի վրա բնականաբար պետք է Թումանյանի բոլոր ծառերը փոխվեն, որովհետև այդ հուդայա ծառը, այդ նույն հուդայա ծառը չի ինչ որ իրանք ուզում։ Հասկանում եք, օրինակ վերցրեք Թումանյան Փարպեցի խաչմերուկում կա երկու ձևի հուդայա ծառ։ Դեպի Փարպեցի այդ հին հուդայա ծառը, որը կա այն հայտնի Մոսկովյանի խաչմերուկը չէ Մաշտոցի պողոտայ որ սաղ նկաները դնում են դա ընդամենը 2006 թվականին մեր ընկերներից Պերջոհանյան իր բիզնեսի դիմացներ տնկեց 22 տարվա ծառը բայց ընդամենը 22 տարի առաջ է տնկվել կներեք 10-20 տարի առաջ է տնկվել բայց ընդամենը 2 տարի առաջ արդեն հնարավորություն եղավ այդ ծառի տակով քայլել բայց ինքը կողքը պլատաներ էր որտեղ ուրիշ նոր պլատան չէր կարող աճել ստվերը շատ էր էլի պլատանի համար հնարավոր չէր եւ այլն դա տնկեցին ուղղակի շնորհակալ պետք է լինենք որ ինքը դարավ սիմվոլ, բայց ինքը չես կարող սաղ փողոց հանես։ Հասկանում եք ոնց է պրոսպեկտը Տիգրան Մեծը ամբողջը պլատանով է, բայց փոխել արմով Թումանյանի այդ հուդայա ծառը, սխալ հուդայա ծառը Թումանյանի վրա, երբ որ դուք նայեք բոլորը արդեն տնկած, սաղ կդրտված են, անցած տարի կտրեցին, գարունը կտրեցին, հիմա էսի անցած աշունը կտրեցին, հենց գարունը կտրեցին, որտեղ այդ ջուղերը սխալ իրանք բերել են սխալ հուդայա ծառ։ Այդ ջուղերը մտնում են մարդու բերանը, մարդու աչքը, իսկ հատուկ թեղի ինչեր են տրված, նախ առաջինը թեղին են ժամանակ մեծ տարբեր իրոք գիտականների շնորհիվ ոչ թե այդ ինչ որ խուժան հավաքվել են քաղաքապետանը մի քանի կիսավերագետ մարդիկ կամ քրեական գործերուսներին հավաքած բան են որոշել ստորագրել են բայց դա էլա կեղծիկ հավատացեք մի օր դրա մասին դուք նյութ եք անելու այդ օրվա գիտաժողովի ժողովի մասին որտեղ դա գիտաժողովը չէր Հիշեցնեմ, որ զրուցում էինք Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ